Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Նոր կյանքը սկսվեց այնտեղ, որտեղ ոչ ոք փոփոխություններ չէր սպասում, մի վայրում, որտեղ ժամանակը դանդաղ է հոսում, իսկ օտարներին հազվադեպ են ավելորդ հարցեր տալիս։ Նա հայտնվեց այստեղ գրեթե պատահական, առանց հստակ ծրագրի և առանց վստահության, որ կկարողանա երկար մնալ։ Բայց հենց այս լռությունը, այս ճանապարհներն ու պարզ տնակները տվեցին նրան այն, ինչի կարիքը վաղուց ուներ՝ ամեն վայրկյան հետ չնայելու հնարավորություն։ Գյուղը նրան միանգամից չընդունեց։ Ոմանք նրա մեջ օտարի էին տեսնում, ոմանք ժամանակավոր հյուրի, իսկ ոմանք էլ պարզապես լռում էին, կողքից հետևելով։ Այստեղ ամեն օր նման էր նախորդին, բայց այդ միապաղաղության մեջ աստիճանաբար հենարանի և անդորրի զգացում էր հայտնվում։ Նա դեռ չգիտեր, որ հենց այս վայրում է հանդիպելու մարդկանց, ովքեր դառնալու են իր ճակատագրի մի մասը, և իրադարձությունների, որոնք ընդմիշտ կփոխեն իր պատկերացումները սեփական անձի և կյանքի մասին։ Այս պատմությունը անցյալի մասին չէ։ Այն մասին է, թե ինչպես է մարդը սովորում նորից ապրել՝ լուռ, դանդաղ և իսկական ձևով։ Եթե այս պատմությունը հոգեհարազատ լինի ձեզ, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և թողնել ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Սկսենք։ Ավտոբուսը կանգ առավ այն շրջադարձի մոտ, որտեղ ասֆալտը վերածվում էր հողոտ ճանապարհի։ Մարիամը վերջինը դուրս եկավ, ձեռքին մի փոքր պայուսակ։ Վարորդը նույնիսկ չնայեց նրան, պարզապես փակեց դռները և շարժվեց առաջ, հետևից թողնելով փոշու ամպ։ Նա կանգնած էր չամփեզրին ու նայում էր դաշտերի միջով անցնող ճանապարհին։ Քամին ծածանում էր նրա հնամաշ պաճկոնը, որը ստացել էր դեռ ազատ արձակվելիս։ Գրպանում հասցեով թուղթ կար՝ Կենտրոնական փողոց, տուն 12։ Վանաձորի ոստիկանությունում ասել էին, որ այնտեղ ապրում է միայնակ մի կին, ով վաղուց տնտեսության մեջ օգնական էր փնտրում։ Շատ վճարել չէր կարող, բայց տանիք և սնունդ խոստացել էր։ Մարիամը բարձրացրեց պայուսակը և առաջ գնաց, քայլում էր դանդաղ, կարծես վախենալով, որ արագ քայլը կարող է ուշադրություն գրավել։ Ուղիչ հիմնարկում անցկացրած 4 տարիների ընթացքում նա հետ էր սովորել բաց տարածությունից։ Այստեղ պատեր չկային, ջաղեր չկային, բայց սահմանների զգացողությունը ոչ միտեղ չէր անհետացել։ Պարզապես հիմա սահմաններն անտեսանելի էին։ Գյուղը նրան դիմավորեց լռությամբ։ Տները շարված էին ճանապարհի երկայնքով, որոշները թափված ներկով, որոշները բոլորովին խարխուլ։ Այգիները ձմեռվանից հետո դեռ չէին արթնացել, բայց տեղ-տեղ արդեն երևում էին ցանքսի համար պատրաստված առաջին մարկերը։ Մարիամն անցավ մի քանի դարպասների, հին ջրհորի, նստարանի մոտով, որտեղ նստած էին գլխաշորերով երկու կին։ Նրանք լռեցին, երբ տեսան նրան, և հայացքով ուղեկցեցին մինչև հաջորդ շրջադարձը։ 12-րդ տունը փոքր էր, թեքված սանդղամուտքով և գունաթափված փեղկերով։ Բակում հին թոնրատուն կար և կիսաբաց դռնով մի մառան։ Մարիամը կանգնեց դարպասի մոտ, մի պահ սպասեց ուժերը հավաքելով և թաքեց։ Դուռը բացեց մի կին, մոտ 60 տարեկան, նիհարակազմ, մուգ զգեստով և կոգնոցով։ Նա նայում էր առանց ժպիտի, բայց նաև առանց թշնամանքի։ «Դուք եք վերան», հարցրեց Մարիամը։ «Ինձ քաղաքից ուղարկեցին, ասացին ձեզ օգնական է պետք»։ Վերան գլխով արեց, նայեց նրան ոտքից գլուխ։ «Արի ներս»։ Ներսում վառարանի և հին փայտի հոտ էր փչում։ Սենյակում կար մոմլաթով ծածկված սեղան, լայն մահճակալ պատուհանի մոտ և սրբապատկեր անկյունում։ Ամեն ինչ մաքուր էր, բայց համեստ։ Վերան մոտեցավ սեղանին, թեյնիկից 2 բաժակ թեյ լցրեց և ցույց տվեց աթոռը։ «Նստիր, թեյ խմիր»։ Մարիամը նստեց և ափերով գրկեց բաժակը։ Ջերմությունը գրեթե օտար էր թվում։ «Անունդ ի՞նչ է», հարցրեց տանտիրուհին։ «Մարիամ»։ «Որտեղից ես»։ Մարիամը լռեց։ «Քաղաքից»։ «Վաղուց արդեն»։ Վերան երկար նայեց նրան, բայց ոչինչ չասաց։ Պարզապես գլխով արեց և մի կում թեյ խմեց։ «Այստեղ գործ շատ կա։ Հողը փորել, փայտ ջարդել, հավերին կերակրել։ Եթե գլուխ հանես կմնաս։ Շատ վճարել չեմ կարող, բայց հացդ կտամ։ Էն մյուս սենյակը քոնը կլինի, վառարանի հետևում, փոքր է, բայց տաք»։ «Ես կհասցնեմ», ասաց Մարիամը։ Վերան նորից գլխով արեց։ «Դե մնա ուրեմն»։ Առաջին օրերն անցան լռության մեջ։ Մարիամը վեր էր կենում լուսաբացին, վառում էր վառարանը, ջուր բերում, հավերին կերակրում։ Վերան չէր միջամտում, միայն երբեմն ուղղում էր, եթե տեսնում էր, որ ինչ-որ բան այնպես չի արվում։ Նա քիչ էր խոսում, և Մարիամը դրա համար շնորհակալ էր։ Աշխատանքը ծանր էր, բայց ծանոթ։ Փորել,
կրել, մաքրել։ Այս ամենը Մարիամն անում էր նաև այնտեղ, ջաղերի հետևում։ Միայն թե այնտեղ ամեն օրը նախորդի պես էր, մինչև ցավ, իսկ այստեղ գոնե երկինքն էր ուրիշ։ Նա փորձում էր չմտածել այն մասին, ինչ եղել էր առաջ։ Փորձում էր մտքերը կենտրոնացնել այն ամենի վրա, ինչն իր աչքի առաջ էր՝ հողի, փոცხի, ջրի դույլերի վրա։ Բայց մտքերը միևնույն է վերադառնում էին։ Նա հիշում էր մեկուսարանում անցկացրած առաջին օրը, երբ հսկիչները տանում էին նրան միջանցքով, իսկ ինքը քայլում էր հայացքը հատակին հառած։ Հիշում էր առաջին գիշերը խցում, որտեղ խոնավության ու օտար մարմինների հոտ էր փչում, եւ ինքը պառկած էր ներքևի մահճակալին, փորձելով հավասար շնչել, որպիսի վախը ցույց չտա։ Հիշում էր Անիին։ Անին նրա խցակիցն էր, երիտասարդ, մոտ 25 տարեկան, նիհար ձեռքերով ու կարճ մազերով։ Նա նստած էր գողության համար, թեև Մարիամը այդպես էլ չհասկացավ, թե ինչպես կարելի է այդքան տարի տալ մի բանի համար, ինչն ուրիշներն անում են ամեն օր ու ոչինչ չեն ստանում։ Անին լուր էր։ Նա չէր խառնվում խոսակցություններին, չէր վիճում, պարզապես նստում էր իր տեղում եւ գրքեր կարդում։ Մի երեկո, երբ բոլորն արդեն պառկած էին, Անին իջավ վերևի մահճակալից եւ նստեց Մարիամի կողքին։ Չես քնում։ Մարիամը գլխով արեց։ Ես էլ։ Այստեղ սկզբում ընդհանրապես դժվար է քնել։ Նրանք լռեցին։ Պատից այն կողմ ինչ որ մեկը հազում էր, իսկ միջանցքում լսվում էին հերթապահի քայլերը։ Դու երկարով ես, հարցրեց Անին։ 4 տարով։ Ես 3, մեկն արդեն անցել է։ Մարիամը գլխով արեց։ Անին նայեց նրան ուշադիր։ Քեզ ավելի հեշտ կլինի, եթե անդադար չմտածես այն մասին, թե ինչպես ես այստեղ հայտնվել։ Պարզապես ապրի 1 օր, մի օր էլ, հետո եւս մեկը։ Մարիամը չպատասխանեց, բայց հիշեց այդ խոսքերը։ Հետո երբ Անիին տեղափոխեցին այլ վայր, նա հաճախ էր հիշում դրանք։ 1 օր, եւս 1 օր, եւ այդպես մինչև վերջ։ Գյուղում նրան գրեթե չէին նկատում, ավելի ճիշտ նկատում էին, բայց չէին խոսում հետը։ Երկնաջրի էր գնում կամ խանութ հացի հետևից մարդիկ կարճ բարևում էին գլխով ու անցնում։ Ոչ ոք չէր հարցնում, թե որտեղից է եւ ինչու է եկել։ Հնարավոր է Վերան էր ինչ-որ բան ասել, կամ պարզապես ընդունված չէր մարդու հոգին մտնել։ Մի առավոտ դարպասին մոտեցավ մի միջահասակ կին զամբյուղով։ Վերան տանն է, հարցրեց նա։ Տանն է, պատասխանեց Մարիամը, ձեռքերը սրբելով կոկնոցին։ Կինը գլխով արեց, մտավ բակ, բայց սանդուղքի մոտ հետ նայեց։ Հիմա դու ես իր մոտ ապրում։ Այո։ Անունդ ինչ է։ Մարիամ։ Կինը լռեց, զննելով նրան։ Ես Թամարն եմ, մի տուն այն կողմ եմ ապրում։ Եթե բան պետք լինի, կանչիր։ Մարիամը գլխով արեց։ Թամարը մտավ տուն եւ էլ ոչինչ չհարցրեց։ Այսպես անցավ մի շաբաթ, հետո եւս մեկը։ Մարիամը սովորում էր կարգ ու կանոնին, լռությանը, նրան, որ ոչ ոք իրեն ամեն վարքյան չի ստուգում։ Նա սովորում էր քնել մթության մեջ, որտեղ չկար կողպեքների ձայն եւ քայլեր միջանցքում։ Սովորում էր արթնանալ աքաղաղի կանչից, այլ ոչ թե զանգից։ Գիշերները նա միևնույն է արթնանում էր, նստում մահճակալին ու լսում լռությունը, սպասելով մինչև սիրտը հանդարտվի։ Երբեմն դուրս էր գալիս պատշգամբ, բոբիկ կանգնում սառը տախտակներին եւ նայում երկնքին։ Աստղերն այստեղ պայծառ էին, բոլորովին ոչ այնպիսին, ինչպես քաղաքում։ Մի գիշեր նա տեսավ Վերային պատուհանի մոտ։ Նա կանգնած էր սեղանի մոտ ու նայում էր նրան։ Մարիամը քարացավ, բայց տանտիրուհին ձայն չտվեց, պարզապես շրջվեց ու գնաց սենյակի խորքը։ Երկրորդ շաբաթվա վերջում եկավ տեղամասային տեսուչը, բարձրահասակ մի տղամարդ համազգեստով։ Վերան նրան դիմավորեց սանդուղքի մոտ, իսկ Մարիամը կանգնած էր մառանի մոտ ու նայում էր, փորձելով ցույց չտալ անհանգստությունը։ Վերա, բարև ձեզ, ասաց տեսուչը։ Նոր բնակչի հարցով եմ եկել։ Ներս եկեք, ասաց տանտիրուհին։ Նրանք մտան տուն, իսկ Մարիամը մնաց դրսում։ Մի քանի րոպեից տեսուչը դուրս եկավ ու մոտեցավ նրան։ Մարիամ Սարգսյան, այո, փաստաթղթերը ձեզ մոտ են։ Մարիամը գրպանից հանեց անձնագիրը։ Տեսուչը թերթեց, գլխով արեց։ Դուք ժամանակավոր գրանցված եք քաղաքում, այստեղ մշտական եք ապրելու, դեռ չգիտեմ։ Եթե մնաք, պետք է գրանցում ձևակերպենք։ Վերան համաձայն է ձեզ գրանցել իր մոտ։ Մարիամը գլխով արեց։ Պետք է զգուշացնեմ, որ պարտավոր եք պահպանել ազատարձակման պայմանները։ Դա նշանակում է ոչ մի խախտում, ժամանակին ներկայանալ բաժին, եթե պետք լինի։ Հիշում եմ։ Տեսուչը ուշադիր նայեց նրան։ Այստեղ հանդարտ վայր է։ Մարդիկ խաղաղ են ապրում։ Հուսով եմ խնդիրներ չեք ունենա։ Չեմ ունենա, ասաց Մարիամը։ Նա գլխով արեց, վերադարձրեց անձնագիրն ու գնաց։ Վերան դուրս եկավ պատշգամբ, երբ տեսուչն անհետացավ շրջադարձի հետևում։ Մի վախեցիր նրանից, ասաց նա։ Վատ մարդ չէ, պարզապես գործն է այդպիսին։ Մարիամը լռեց։ Վերան հառաչեց ու վերադարձավ տուն։ Անցավ 1 ամիս։
Մարիամն արդեն ամեն օր չէր մտածում այն մասին, որ կարող է չդիմանալ այստեղ։ Նա պարզապես աշխատում էր, մարկերը փորում, կարտոֆիլ տնկում, ցանկապատը նորոգում։ Երեկորյան ձեռքերը ցավում էին, մեջքը մխկտում, բայց դա լավ էր։ Հոգնածությունն օգնում էր չմտածել։ Վերան աստիճանաբար ավելի խոսքան էր դառնում։ Նա պատմում էր գյուղի մասին, թե ով որտեղ է ապրում, ինչով է զբաղվում։ Պատմում էր, որ առաջ այստեղ կոլխոզ կար, հետո ամեն ինչ քանդվեց, ու մարդիկ մնացին իրենց հող ու տավարի հույսին։ Երիտասարդները գրեթե բոլորը գնացել էին։ Մնացել էին միայն ծերերը եւ նրանք, ովքեր գնալու տեղ չունեին։ Իսկ դու որտեղացի ես, հարցրեց նա մի օր ընթրիքի ժամանակ։ Մարիամը տատանվեց։ Քաղաքից։ Մարզում եմ ծնվել, հետո տեղափոխվել ենք։ Ընտանիք ունես։ Ունեի։ Մայրս վաղուց է մահացել, հորս չեմ հիշում։ Իսկ ամուսին, երեխաներ։ Մարիամը գլխով բացասական նշան արեց։ Ոչ ոք։ Վերան գլխով արեց, էլ չհարց ու փորձեց։ Բայց Մարիամը տեսնում էր, որ նա ինչ-որ բան գիտի կամ կռահում է։ Նման վայրերում ամեն ինչ վաղ թե ուշ հայտնի է դառնում։ Մի քանի օրից Վերայի մոտ նորից եկավ Թամարը։ Նա լոլիկի սացիլներ էր բերել ու մնաց թեյի։ Մարիամը սեղանն էր գցում, երբ Թամարը խոսեց։ Վաղուց ես այստեղ, Մարիամ։ Մեկ ամիս արդեն։ Սովորում ես։ Այո։ Թամարը գլխով արեց, հետո նայեց Վերային։ Իսկ մարդիկ ինչ են խոսում, հարցրեց նա կիսաձայն։ Այստեղ տարբեր բաներ են խոսում, պատասխանեց տանտիրուհին։ Ով ինչ ուզում է թող ասի, բայց ես ասել եմ, Մարիամը աշխատող ու հանգիստ մարդ է։ Մնացածն ինչ չի վերաբերում։ Թամարը լռեց։ Դե ճիշտ ես անում, բայց գիտես չէ մեր ժողովրդին։ Մեկն ասում է, մյուսը վերաբերում։ Թող խոսեն, արձագանքեց Վերան։ Ինձ օգնություն է պետք, ոչ թե բամբասանք։ Մարիամը կանգնած էր վառարանի մոտ ու լսում էր։ Նրան տհաճ էր, բայց ոչ վիրավորական։ Նա գիտեր, որ այդպես է լինելու։ Գիտեր, որ անցյալը չի մնա բանտի դարպասներից այն կողմ։ Այն եկել էր իր հետ եւ քայլելու էր կողքին, որքան էլ փորձեր փախչել։ Մի երեկո, երբ Մարիամը փակում էր հավաբունը, դարպասին մի տղամարդ մոտեցավ։ Նա կանգնած էր ու նայում էր նրան։ Մարիամը բարձրացրեց գլուխը, ճանաչեց նրան։ Դա Նորիկն էր, Վերայի հարևանը, ով ապրում էր դիմացի տանը։ Բարձրահասակ, թիկնեղ, մոտ 50 տարեկան, ալեխարդ մորուքով։ Բարի երեկո, ասաց նա։ Վերան տանն է։ Տանն է։ Նա գլխով արեց, բայց չգնաց։ Դու ես Մարիամը։ Այո, ես Նորիկն եմ։ Եթե տնտեսության մեջ ինչ-որ բան պետք լինի, ասա, ես կողքի տանն եմ։ Շնորհակալություն։ Նա մի քիչ էլ կանգնեց, հետո շրջվեց ու գնաց իր տուն։ Մարիամը նայեց նրա հետևից, հետո մտավ տուն։ Վերան նստած էր պատուհանի մոտ, գործ անելիս։ Նորիկն էր եկել, դարպասի մոտ էր կանգնած։ Լավ մարդ է, կինը մահացել է 5 տարի առաջ, մենակ է ապրում, բայց բոլորին օգնում է։ Մարիամը գլխով արեց, նստեց իր տեղում։ Վերա, իսկ դուք չեք վախենում, որ իմ պատճառով խնդիրներ կունենաք։ Տանտիրուհին բարձրացրեց հայացքը։ Ինչ խնդիրներ։ Դե մարդիկ խոսում են։ Վերան մի կողմ դրեց գործը։ Մարիամ, ես ամբողջ կյանքս այս գյուղում եմ ապրել, ամեն տեսակ մարդ եմ տեսել։ Ոմանք խմում էին, ոմանք գողանում, ոմանք իրենց ընտանիքին ձեռք բարձրացնում, բայց բոլորն էլ կողք կողքի ապրում էին, որովհետև գյուղը մի մեծ ընտանիք է, միշտ չէ որ լավ, բայց իրարն է։ Դու եկել ես այստեղ, որովհետև գնալու տեղ չունեիր։ Ես քեզ ընդունել եմ, որովհետև օգնության կարիք ունեի, եւ քանի դեռ դու ազնիվ աշխատում ես ու վատ բան չես անում, դու իրավունք ունես այստեղ լինելու։ Մարիամը լռում էր։ Իսկ ինչ մարդիկ են խոսում, թող խոսեն, դա իրենց գործն է։ Տանտիրուհին նորից վերցրեց գործը եւ խոսակցությունն ավարտվեց, բայց հաջորդ օրը Մարիամը փոփոխություն զգաց, երբ նա անցնում էր գյուղի միջով դեպի խանութ, ջրհորի մոտ կանգնած մի քանի կանայք լռեցին ու շրջվեցին։ Խանութում վաճառողուհին նրան սպասարկեց լռությամբ, առանց սովորական բարևի, իսկ երբ Մարիամը վերադառնում էր, թիկունքում լսեց. հենց սա է, բանտից է եկել։ Մարիամը հետ չնայեց, առաջ գնաց սեղմելով հացի տոպրակը, բայց ներսում ինչ-որ բան կծկվեց, եւ երեկոյան նա գրեթե ոչինչ չկերավ։ Վերան նկատեց, ինչ-որ բան է պատահել։ Ոչ, պարզապես հոգնել եմ։ Տանտիրուհին երկար նայեց նրան, հետո գլխով արեց. գնա հանգստացիր։ Մարիամը գնաց իր սենյակը, պառկեց ու փակեց աչքերը, բայց քունը չէր տանում։ Նա լսում էր լռությունը եւ նորից հիշում Անիին։ Անին ասում էր նրան այն ժամանակ, որ ամենադժվարը ոչ թե բուն պատիժն է, այլ վերադարձը, որովհետև այնտեղ պատերից այն կողմ մարդիկ չեն ներում,
Նրանք կարող են ձևացնել, թե ընդունել են, բայց ներսում միևնույն է հիշելու են։ Եվ ամեն անգամ, երբ դու սխալվես, նրանք մտածելու են. դե նա այդպիսին է, նա այնտեղ է եղել։ Մարիամն այն ժամանակ չէր հավատում, կարծում էր, թե Անին պարզապես վախենում է, բայց հիմա հասկացավ, որ նա ճիշտ էր։ Նա փակեց աչքերը և ստիպեց իրեն հավասար շնչել։ Մեկ օր, ևս մեկ օր, և այդպես առաջ։ Անցավ ևս մեկ շաբաթ։ Մարիամը փորձում էր քիչ դուրս գալ գյուղ, աշխատում էր բակում։ Վերան ոչինչ չէր ասում, բայց Մարիամը տեսնում էր, որ նա ամեն ինչ հասկանում է։ Մի առավոտ, երբ Մարիամը մարկն էր փորում, դարպասին մոտեցավ Նորիկը։ Բարի լույս, բարի լույս։ Նա մի քիչ կանգնեց, հետո ասաց. ինձ օգնություն է պետք, Մարանի տանիքը պիտի նորոգեմ, մենակ չեմ կարողանում։ Վերան ասաց, ձեռքդ շնորհքով է։ Մարիամն ուղղվեց, սրբեց ճակատը։ Ես հյուսն չեմ, ես էլ հյուս չեմ, բայց տանիքը պետք է սարքել, կվճարեմ։ Մարիամը լռեց. լավ, երբ, վաղը, եթե կարող ես, կկարողանամ։ Նորիկը գլխով արեց ու գնաց։ Վերան, որ կանգնած էր պատշգամբում, շպտաց. տեսնում ես, բոլորը չէ, որ վատն են։ Մարիամը ոչինչ չպատասխանեց, բայց առաջին անգամ երկար ժամանակ անց ինչ-որ թեթևություն զգաց։ Հաջորդ օրը նա գնաց Նորիկի մոտ։ Նա դիմավորեց Մարիամին, ցույց տվեց անելիքը։ Նրանք աշխատում էին լուր, իրար փոխանցելով տախտակները, մեխերը, մուրճը։ Նորիկը հարցեր չէր տալիս, չէր փորձում խոսեցնել, պարզապես աշխատում էր կողքին։ Երեկոյան տանիքը պատրաստ էր։ Նորիկը սրբեց ձեռքերն ու Մարիամին գումար մեկնեց։ Շնորհակալություն, լավ աշխատանք էր, չարժե։ Նա գլխով արեց, հետո ավելացրեց. եթե էլի բան պետք լինի, ասա։ Կամ եթե քեզ բան պետք լինի, դու ասա։ Մարիամը վերցրեց գումարը, դրեց գրպանը։ Շնորհակալություն։ Նա գնաց տուն եւ առաջին անգամ զգաց, որ միգուցե այստեղ նա հնարավորություն ունի։ Գարունն աննկատ վերածվեց ամռան։ Գյուղը կենթանացավ, այգիները կանաչեցին, փողոցներում ձայներն ավելացան։ Երեսաները վազվզում էին տների արանքում, փոշի բարձրացնելով։ Մարիամն աշխատում էր առավոտից երեկո։ Մարգեր, քաղխան, ջրոցի, ձմեռվա փայտի պաշար։ Վերան արդեն այնպես ուշադիր չէր հետևում նրան, ավելի շատ էր վստահում։ Երբեմն նրանց մոտ էր գալիս Թամարը, երբեմն այլ հարևանուհիներ։ Նրանք բարևում էին Մարիամին, երբեմն նույնիսկ մի քանի բառ փոխանակում, բայց դրանից այն կողմ չէին անցնում։ Մարիամը հասկանում էր, իրեն ընդունել են որպես վերայի օգնական, բայց ոչ որպես յուրայինի։ Եվ դա նորմալ էր, նա ավելիին չէր սպասում։ Այն գումարը, որը նա ստանում էր վերամայրիկից եւ հարևանների մոտ հազվադեպ աշխատանքից, Մարիամը հավաքում էր։ Չգիտեր ինչի համար, բայց պահում էր մահճակալի տակ գտնվող մի հին տուփի մեջ։ Միգուցե մի օր հերիքի սեփական մի անկյուն ունենալու համար, քաղաքում մի սենյակ կամ մի տոմս ավելի հեռու գնալու համար։ Թեև նա արդեն վստահ չէր, որ ուզում է հեռանալ։ Մի առավոտ, երբ Մարիամը ջրում էր մարգերը, դարպասին մի մեքենա մոտեցավ։ Հին տեղ-տեղ խփված մի մեքենա, որից դուրս եկավ մոտ 35 տարեկան մի կին, ջինսե դաբատով, կարճաթև վերնաշապիկով եւ կարճ մազերով։ Նա կանգնեց, զննեց բակը, հետո ձայն տվեց. «Բարև ձեզ, Վերան տանն է»։ Մարիամն ուղղվեց, սրբեց ձեռքերը. «Տանն է»։ «Հիմա կկանչեմ»։ Նա մտավ տուն, իսկ կինը մնաց դարպասի մոտ։ Վերան դուրս եկավ պատշգամբ, կկոցեց աչքերը։ «Գայանե, դու ես»։ Կինը ժպտաց. «Ես եմ Վերադոդա»։ Տանտիրուհին արագ իջավ սանդուղներից, գրքեց նրան. «Տեր Աստված, քանի տարի է»։ «Արի ներս, արի»։ Նրանք մտան տուն, իսկ Մարիամը վերադարձավ իր գործին։ Բայց մի քանի րոպեից Վերան կանչեց նրան. «Մարիամ, արի այստեղ»։ Նա մտավ տուն, սրբեց ոտքերը։ Սեղանի շուրջ նստած էր Գայանեն, առջևում թեյի բաժակը։ «Սա Մարիամն է», ասաց Վերան։ «Նա հիմա ինձ մոտ է ապրում, օգնում է»։ «Մարիամ, սա Գայանեն է, եղբոր սաղքիկը։ Վաղուց չէինք տեսնվել»։ Գայանեն գլխով արեց ու ժպտաց. «Բարև ձեզ»։ «Բարև ձեզ», պատասխանեց Մարիամը։ «Նստիր», հրահանգեց Վերան, «մեզ հետ թեյ կխմես»։ Մարիամը նստեց, թեյ լցրեց։ Գայանենը պատմում էր իր մասին։ Ապրում է Երևանում, ուսուցչուհի է աշխատում, եկել է մի քանի օրով հորաքրոջը տեսակցելու, վաղուց չէր եղել գյուղում։ Նա խոսում էր թեթև, ժպիտով, բայց Մարիամը նկատեց, որ նա մի քանի անգամ գաղտնի հայացք գցեց իր վրա։ «Իսկ դուք վաղուց եք այստեղ, Մարիամ», հարցրեց Գայանեն։ «2 ամիս»։ «Սովորել եք»։ «Այո, այստեղ իհարկե հանդարտ է, քաղաքի պես չէ։ Հիշում եմ փոքր ժամանակ ամառները գալիս էի այստեղ, ինձ թվում էր, թե ժամանակն ուղղակի կանգ է առել»։ Վերան քմծիծաղ տվեց. «Դե հա, հետո գնացիր ու էլ չվերադարձար։ Դե այդպես մի ասեք, կգայի, բայց աշխատանքը, գործերը»։
Գիտեմ, չեմ մեղադրում։ Նրանք մի քիչ էլ խոսեցին, հետո Մարիամը դուրս եկավ բակ։ Գայանեն մնաց Վերայի հետ մինչև երեկո, իսկ երբ գնում էր ձեռքով արեց Մարիամին. «Ցտեսություն, միգուցե էլի տեսնվենք»։ Մարիամը գլխով արեց։ Վերան ճանապարհեց Զարմուհուն մինչև դարպասը։ Մի պահ կանգնեց նայելով մեքենայի հետևից, հետո վերադարձավ տուն։ «Լավ աղջիկ է», ասաց նա։ Միայն թե կյանքը դժվար է ստացվել, ամուսինը լքել է, երեխային մենակ է մեծացնում։ Մարիամը լռում էր, Վերան հառաչեց. «Այսպես էլ ապրում ենք, ով ինչպես կարողանում է»։ Անցավ եւս մի քանի շաբաթ։ Մարիամը շարունակում էր աշխատել, աստիճանաբար ավելի շատ ընկղմելով գյուղական կյանքի մեջ։ Նա իմացավ, ով ում հետ է ընկերություն անում, ով ում հետ է կռված, ով ում պարտք ունի։ Գյուղը փոքր էր, եւ բոլորն այստեղ իրար մասին գրեթե ամեն ինչ գիտեին։ Մի երեկո նրանց նորից այցելեց Նորիկը, նա ձուկ էր բերել, գետից էր բռնել, որոշել էր կիսվել։ Վերան նրան ընթրիքի հրավիրեց, եւ նա մնաց։ Նրանք երեքով նստած էին սեղանի շուրջ, ձուկ էին ուտում, թեյ խմում։ Նորիկը պատմում էր այն մասին, թե ինչպես առաջ գյուղն իր դպրոցն ուներ, իր ակումբը, թե ինչպես տոներին բոլորով հավաքվում էին։ Իսկ հիմա դպրոցը փակեցին, ակումբը քանդվեց, երիտասարդությունը գնաց, մնացինք մենք, ծերերս։ Դե բոլորը չէ, առարկեց Նորիկը։ Էն Թամարի տղան Սերոբը վերադարձել է, ասում է քաղաքից հոգնել եմ։ Սերոբը վերադարձել է, որովհետև քաղաքում տեղ չգտավ, արձագանքեց տանտիրուհին։ Այնտեղ նրան ամեն աշխատանքից վռնում էին, այստեղ գոնե հող ունի։ Նորիկը ժպտաց, բայց չվիճեց։ Նա նայեց Մարիամին։ Իսկ դու չես կարոտում քաղաքը։ Մարիամը դադար տվեց։ Ոչ, ամենևին։ Նա գլխով արեց, մի կում թեյ խմեց։ Հասկանում եմ։ Քաղաքը գեղեցիկ է, քանի դեռ ջահել ես։ Իսկ հետո հոգնում ես մարդկանցից, աղմուկից, նրանից, որ անդադար պետք է ինչ-որտեղ վազել։ Մարիամը չպատասխանեց։ Նա հիշեց քաղաքը։ Ոչ թե այն, որ կար մինչև բանտը, այլ այն, որ տեսավ ազատվելուց հետո։ Աղմուկոտ, անտարբեր, օտար։ Նա այնտեղ անցկացրել էր ընդամենը մի քանի օր։ Գիշերում էր նախկին դատապարտյալների համար նախատեսված կացարանում եւ ամեն օր զգում էր, որ խեղդվում է։ Մարդիկ նայում էին իր միջով։ Փողոցները չափազանց լայն էին, շենքերը չափազանց բարձր։ Նա ուզում էր հեռանալ այնտեղից, որքան հնարավոր է արագ։ Մարիամ, կանչեց Վերան, մի քիչ էլ հաց բեր։ Նա վեր կացավ, մոտեցավ վառարանին։ Երբ վերադարձավ, Նորիկն ու Վերան արդեն ուրիշ բանից էին խոսում։ Մարիամը նստեց, լուր կերավ ձուկը։ Ընթրիքից հետո Նորիկը գնաց, իսկ Վերան ասաց. «Լավ տղամարդ է, ափսոս, որ մենակ է ապրում»։ Մարիամը գլխով արեց ու սկսեց հավաքել սեղանը։ Մարիամ, նորից կանչեց տանտիրուհին։ Դու մի վախեցիր նրանից։ Նա այն մարդկանցից չէ, ովքեր դատում են։ Չեմ վախենում։ Վախենում ես, տեսնում եմ։ Դու ընդհանրապես բոլորից ես վախենում։ Մարիամը կանգ առավ, ափսեները ձեռքին։ Պետք չէ արդարանալ, ես հասկանում եմ։ Պարզապես իմացիր, այստեղ քեզ ոչ ոք ձեռք չի տա, քանի դեռ վատ բան չես անում։ Մարիամը գլխով արեց ու տարավ ափսեները դեպի լվացարանը։ Վերան գնաց իր սենյակ, իսկ Մարիամը երկար կանգնեց պատուհանի մոտ, նայելով մթությանը։ Ամռանը գյուղ եկան եւս մի քանի հոգի, ամառանոցավորներ, ինչպես նրանց անվանում էր Վերան։ Նրանք գնում էին հին տները, մի կերպ նորոգում ու ապրում այնտեղ ամբողջ ամառ։ Մարիամը նրանց հազվադեպ էր տեսնում, երբ խանութ էր գնում։ Նրանք աղմկոտ էին, զվարթ, բոլորովին նման չէին տեղացիներին։ Մի առավոտ նրանցից մեկը, վառ զգեստով մի երիտասարդ կին, կանգնեց Մարիամի մոտ։ Բարև ձեզ, դուք այստեղ եք ապրում։ Այո, իսկ չեք ասի, որտեղից կարելի է թարմ կաթ գնել։ Մարիամը մտածեց. Թամարի մոտ, մեզանից 2 տուն այն կողմ։ Շատ շնորհակալ եմ։ Կինը ժպտաց ու վազեց առաջ։ Մարիամը նայում էր նրա հետևից ու մտածում, որ ժամանակին ինքն էլ էր այդպես թեթև ու անխոք։ Շատ վաղուց։ Նա հիշեց իրեն 20 տարեկանում, աշխատում էր խանութում որպես վաճառողուհի, սենյակ էր վարձում, հանդիպում էր Արմեն անունով մի տղայի հետ։ Նա խոստանում էր ամուսնանալ, ասում էր, որ ավելի մեծ բնակարան կվարձեն, երեխաներ կունենան, բայց հետո նա անհայտացավ։ Պարզապես մի օր գնաց ու չվերադարձավ։ Մարիամը հետո իմացավ, որ նա գնացել է այլ քաղաք, ուրիշ կնոջ մոտ։ Դրանից հետո նա փակվեց իր մեջ, աշխատում էր, վերադառնում տուն, հեռուստացույց դիտում։ Ընկերուհիներ գրեթե չուներ, ընտանիք չուներ։ Կյանքն անցնում էր կողքով, իսկ Մարիամը չէր հասկանում, ինչպես այն կանգնեցնել։ Իսկ հետո պատահեց այն, ինչ պատահեց։ Նա չէր սիրում հիշել այդ օրը, բայց երբեմն, երբ գիշերը քունը չէր տանում, հիշողությունները գալիս էին իրենք։ Նա այն ժամանակ աշխատում էր մի այլ խանութում, տան մոտ։ Տերը ժլատ էր, քիչ էր վաճառում, բայց աշխատանք գտնելը դժվար էր, եւ Մարիամը դիմանում էր։
Մի երեկո, երբ փակում էր խանութը, նրան մոտեցավ մի տղամարդ, հարբած, ագրեսիվ, գումար էր պահանջում։ Մարիամն ասաց, որ դրամարկղում փող չկա, ամեն ինչ հանձնել է բանկ։ Նա չհավատաց, բռնեց ձեռքը, հրեց։ Նա չէր հիշում ինչպես վերցրեց դանակը, չէր հիշում ինչպես հարվածեց։ Հիշում էր միայն ջիչը, արյունը եւ այն, թե ինչպես նա անկավ։ Հետո ոստիկանություն, դատարան, խցիկ։ 4 տարի անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման համար։ Փաստաբանն ասում էր, որ կարող էր ավելին լինել, որ նրա բախտը բերել է։ Մարիամը չէր զգում, որ իր բախտը բերել է։ Ամռան վերջին վերան սկսեց իրեն վատ զգալ։ Նա չէր բողոքում, բայց Մարիամը տեսնում էր։ Տանտիրուհին սկսել էր ավելի հաճախ նստել, շունչ քաշելու համար, հաճախ էր սիրտը բռնում։ Մի առավոտ Մարիամը տեսավ նրան մահճակալին նստած, գունատ, աչքերը փակ։ Վերավատ եք։ Կանցնի, ճնշումս է խաղում։ Պետք է բժիշկ կանչել, պետք չէ։ Դեղերը կխմեմ, կպարկեմ ու կանցնի։ Բայց Մարիամը միևնույն է գնաց Թամարի մոտ, խնդրեց օգնել։ Նա եկավ, նայեց Վերային, գլուխը օրորեց։ Պետք է հիվանդանոց գնալ Վերա։ Չեմ գնա։ Էս ինչ համառ ես։ Գոնե տեղամասայինին կանչիր, թող նայի։ Վերան ձեռքը թափ տվեց, բայց Թամարը պնդեց։ Տեղամասային բժիշկը եկավ երեկոյան, զննեց տանտիրուհուն, ուղեկիր գրեց Վանաձորի հիվանդանոց։ Վերան դժկամությամբ համաձայնեց։ Հաջորդ օրը Մարիամը նրան ավտոբուսով տարավ քաղաք։ Վերան հիվանդանոցում մնաց 3 օր, հետո վերադարձավ տուն, մի տոպրակ տեղերով եւ խիստ հրահանգով, իրեն խնայել։ Սերտս թույլ է, ասաց նա Մարիամին։ Ասում են պետք է քիչ աշխատեմ, բայց ոնց քիչ, եթե հողը ինքն իրեն չի փորվելու։ Ես կանեմ ամեն ինչ, ասաց Մարիամը, դուք հանգիստացեք։ Վերան երկար նայեց նրան։ Շնորհակալ եմ քեզնից, Մարիամ, դու լավ աղջիկ ես։ Չգիտեմ առանց քեզ ինչ էի անելու։ Մարիամը շրջվեց, որպեսի տանտիրուհին չտեսնի, թե ինչպես աչքերը լցվեցին։ Աշունը եկավ լուռ։ Տերևները դեղնեցին, գիշերները դարձան սառը։ Մարիամը տունը պատրաստում էր ծմրանը, մեկուսացնում էր պատուհանները, փայտ էր կուտակում, բերքներ հավաքում։ Վերան օգնում էր, բայց արդեն ոչ այնքան ակտիվ։ Նա ավելի շատ տանն էր նստում, գործում էր կամ աղոթում։ Մի երեկո նրանց նորից այցելեց Նորիկը, մի պարկ կարտոֆիլ բերելով։ Ասում էր, որ իր մոտ շատ է եղել, պետք է կիսվել։ Վերան նրան թեյի հրավիրեց։ Նրանք նստած էին սեղանի շուրջ եւ Նորիկը հանկարծ հարցրեց. Մարիամ, իսկ երբևէ չես մտածել այստեղ ընդմիշտ մնալու մասին։ Մարիամը բարձրացրեց աչքերը։ Չգիտեմ։ Այստեղ վատ չէ։ Հանգիստ է, խաղաղ։ Մարդիկ արդեն սովորել են քեզ։ Սովորել են, քմցի ծաղտվեց Վերան։ Ոչ բոլորը։ Նորիկը ուսերը թափ տվեց։ Դե բոլորին պետք էլ չէ, բայց մեծամասնությունը նորմալ է վերաբերվում։ Մարիամը լռում էր։ Նա իրոք երբեմն մտածում էր այդ մասին, բայց վախենում էր հուսալ։ Իսկ դու վերադառնալու տեղ ունես, հարցրեց Նորիկը։ Ոչ։ Նա գլխով արեց։ Դե ուրեմն մնա։ Վերային օգնություն է պետք, ու ընդհանրապես մենակ նրա համար դժվար է։ Վերան նայեց Մարիամին։ Ես կուզեի, որ դու մնայիր, եթե ցանկանաս իհարկե։ Մարիամը կուլ տվեց արդյունքը։ Ես կմտածեմ։ Մտածիր, ասաց տանտիրուհին, բայց իմացիր դու այստեղ միշտ կարող ես ապրել։ Քեզ համար եւ սենյակ կձևակերպեմ, եւ գրանցում կանեմ։ Նորիկի գնալուց հետո Մարիամը երկար նստեց պատշգամբում, փաթաթված հին բաճկոնի մեջ։ Աստղերը պայծառ էին, օդը սառը եւ մաքուր։ Ինչ որտեղ հեռվում շուն էր հաչում։ Մարիամը նայում էր մթությանը եւ մտածում, որ միգուցե սա հենց իր շանսն է։ Հանդարտ, պարզ, առանց մեծ խոստումների, բայց իսկական։ Հոկտեմբերի սկզբին նորից եկավ Գայանեն։ Այս անգամ նա իր հետ բերել էր աղջկան, մոտ 8 տարեկան մի երեխա, հյուսքերով եւ մեծ լուրջ աչքերով։ Աղջկան անունը Լուսինե էր։ Վերատոտա, եկել են հանգստյան օրերին, ասաց Գայանեն։ Ուզում եմ Լուսինեն մի քիչ քաղաքից կտրվի, կարելի է։ Իհարկե կարելի է, ուրախացավ Վերան։ Տեղավորվեք։ Լուսինեն հանգիստ երեխա էր։ Նա հետևում էր Մարիամին բակուն։ Նայում էր, թե ինչպես է նա կերակրուն հավերին, ջրում վերջին ծաղիկները։ Մարիամը չգիտեր ինչպես խոսել երեխաների հետ, բայց Լուսինեն ինքը սկսեց։ Իսկ դուք այստեղ միշտ եք ապրում։ Ոչ, մի քանի ամիս է։ Իսկ առաջ որտեղ էիք ապրում։ Մարիամը դադար տվեց։ Քաղաքում։ Իսկ ինչու եկաք։ Այդպես ստացվեց։ Լուսինեն մտածեց։ Իսկ ինձ այստեղ դուր է գալիս։ Հանգիստ է։ Քաղաքում անդադար աղմուկ է։ Մարիամը գլխով արեց։ Աղջիկը լռեց, հետո հարցրեց. Իսկ դուք երեխաներ ունեք։ Ոչ։ Իսկ կուզեիք։ Մարիամը կանգ առավ, նայեց նրան։ Չգիտեմ, երևի մի օր կուզենայի։
Լուսինեն լուրջ գլխով արեց։ Մայրիկնս ասում է, որ ինքն արդեն ինձ ունի, եւ դա հերիք է։ Բայց ես մտածում եմ, որ նրա համար մենակ դժվար է։ Մարիամը ոչինչ չպատասխանեց։ Նրանք վերադարձան տուն, որտեղ Գայանեն ու Վերան թեյ էին խմում։ Գայանեն նայեց աղջկան։ Լուսինե, Մարիամին շատ չես ձանձրացնում։ Ոչ, պատասխանեց Մարիամը։ Ամեն ինչ նորմալ է։ Գայանեն ժպտաց։ Լուսինեն հետաքրքրասեր է, ամեն ինչ ուզում է իմանալ։ Դա լավ է, ասաց Վերան։ Նրանք հանգստյան օրերը միասին անցկացրին։ Գայանեն օգնում էր տնային գործերում։ Լուսինեն զբոսնում էր գյուղում։ Մարիամը աշխատում այգում։ Երեկոյան նրանք բոլորով նստած էին սեղանի շուրջ, եւ Մարիամը զգում էր մի անսովոր բան։ Ընտանիքի պես մի բան։ Երբ Գայանեն գնում էր, նա գրկեց Մարիամին։ Շնորհակալ եմ, որ օգնում եք վերահորաքրոջը։ Ես գիտեմ, որ ձեզ հետ նրա համար ավելի հեշտ է։ Մարիամը գլխով արեց, չիմանալով ինչ պատասխանել։ Լուսինեն ձեռքով արեց մեքենայի պատուհանից, եւ Մարիամը պատասխանեց նույն կերպ։ Ձմռանը մոտ անձրևներ սկսվեցին, սառը, երկարատև, որոնք ճանապարհները ցեխի էին վերածում։ Վերան գրեթե դուրս չէր գալիս տնից։ Մարիամն ամեն ինչ մենակ էր անում։ Նա չէր բողոքում, աշխատանքն օգնում էր չմտածել, բայց մի գիշեր նա արթնացավ դրան թակոցից։ Վեր կացավ, հագավ խալաթը, դուրս եկավ միջանցք։ Վերան արդեն դրան մոտ էր։ Ո՞վ է։ Ես եմ, Նորիկը, բացեք։ Տանտիրուհին բացեց։ Նորիկը կանգնած էր բաճկամբում, թրջված ու տագնապած։ Թամարը վատ է, սիրտը բռնել է, պետք է օգնել։ Նրանք արագ հագնվեցին, գնացին Թամարի մոտ։ Նա պառկած էր մահճակալին, գունատ, ծանր էր շնչում։ Մարիամը զանգահարեց շտապ օգնություն, բայց դիսպեչերն ասաց, որ մեքենան 1 ժամից շուտ չի հասնի, ճանապարհները քանդված են։ Մարիամը մնաց Թամարի հետ, բռնել էր նրա ձեռքը, ասում էր, որ հավասար շնչի։ Նորիկը կանգնած էր դրան մոտ, Վերան նստած էր կողքին։ Սպասում էին։ Շտապ օգնությունը եկավ 1.5 ժամից։ Թամարին տարան։ Մարիամը, Նորիկը ու Վերան վերադարձան տուն արդեն լուսադեմին։ Շնորհակալություն քեզ, Մարիամ, ասաց Նորիկը դարպասի մոտ։ Ապրես, չկորցրիր քեզ։ Մարիամը գլխով արեց։ Նա մի քիչ էլ կանգնեց, հետո գնաց։ Վերան պառկեց քնելու, իսկ Մարիամը դուրս եկավ պաճկամբ։ Անձրևը կտրվել էր, երկինքն սկսում էր լուսավորվել։ Նա նայում էր գյուղին, տներին ու ճանապարհին, եւ առաջին անգամ հասկացավ, որ այս վայրն իր համար տուն է դարձել, ոչ թե որովհետեւ այդպես է պետք, այլ որովհետեւ ինքն է դա ուզում։ Նա վերադարձավ սենյակ, պառկեց ու փակեց աչքերը։ 1 օր, եւս 1 օր, եւ այդպես առաջ, քանի դեռ ուշ կա։ Ձմեռը շուտ եկավ։ Արդեն նոյեմբերին առաջին ձյունը նստեց, եւ գյուղը ընկղմվեց մի այնպիսի լռության մեջ, որն ուրիշ ոչ մի ժամանակ չի լինում։ Մարիամը վեր էր կենում մթին, վարում էր վարարանը, մաքրում ձյունը։ Վերան գրեթե դուրս չէր գալիս, խնայում էր սիրտը, ինչպես բժիշկներն էին ասել։ Թամարը հիվանդանոցից վերադարձավ 2 շաբաթից։ Թույլ էր, բայց ողջ։ Մարիամն օգնում էր նրան տնային գործերում, ջուր էր բերում, փայտ ջարդում, խանութ գնում։ Թամարը շնորհակալություն էր հայտնում, մի օր էլ ասաց. Գիտես, Մարիամ, սկզբում վախենում էի քեզնից, մտածում էի հանկարծ մի բան այն չլինի, բայց հիմա տեսնում եմ լավ մարդ ես, պարզապես կյանքդ է դժվար եղել։ Մարիամը չպատասխանեց, Թամարը հարաճեց. Բոլորիսն էլ դժվար է, պարզապես մեկի բախտը բերում է, մյուսինը ոչ։ Դեկտեմբերը սառնամանիքային էր, Մարիամը գրեթե դուրս չէր գալիս տնից, միայն փայտի ու ջրի համար։ Վերան ավելի հաճախ էր պառկում, բողոքում էր թուլությունից։ Մարիամը նրա համար խոտաբույսերով թուրմեր էր պատրաստում, դեղերներ տալիս, հետևում էր, որ տունը տաք լինի։ Մի երեկո տանտիրուհին կանչեց նրան. Մարիամ, նստիր, խոսելու բան կա։ Մարիամը նստեց մահճակալի կողքին։ Վերան երկար նայեց նրան, հետո ասաց. Ես ծեղեմ, սիրտս վատ է։ Բժիշկն ասում է ամեն վայրկյան կարող է լինել, ես չեմ վախենում։ Իմ կյանքն ապրել եմ, բայց մտածում եմ ինչ կլինի տան հետ, տնտեսության հետ։ Մարիամը լռում էր։ Գայանեն հազվադեպ կգա, գիտեմ, նա իր կյանքն ունի, իր աղջիկը։ Տունը նրան պետք չէ, կծախի ու վերջ։ Իսկ ես կուզեի, որ այստեղ մեկն ապրեր, որ տունը դատարկ չմնար։ Վերան լռեց, հետո շարունակեց. Ուզում եմ տունը քեզ թողնել։ Ամեն ինչ կձևակերպեմ։ Գայանեին կբացատրեմ, նա կհասկանա։ Համաձայն ես։ Մարիամը զգաց, թե ինչպես ներսում ամեն ինչ գծկվեց։ Ես չեմ կարող։ Կարող ես եւ պետք է։ Դու այստեղ ես ապրում, դու ես աշխատում։ Դու դրան արժանի ես։ Բայց Գայանեն կհամաձայնի, ես նրա հետ կխոսեմ։ Կարևորը դու համաձայն ես թե ոչ։ Մարիամը գլուխը կախեց։ Չգիտեմ ինչ ասել։ Ասա այո կամ ոչ։
Մարիամը բարձրացրեց հայացքը։ Այո, համաձայն եմ։ Վերան գլուխով արեց։ Դե լավ է։ Վաղը կգնանք քաղաք նոտարի մոտ, ամեն ինչ կձևակերպենք։ Հաջորդ օրը նրանք գնացին Վանաձոր։ Վերան թույլ էր, բայց դիմանում էր։ Ձևակերպեցին կտակը։ Վերան ստորագրեց բոլոր թղթերը։ Նոտարը ակնոցով մի տարեց կին ու շադիր նայեց Մարիամին, բայց ոչինչ չհարցրեց։ Երբ վերադարձան տուն, Վերան պառկեց հանգստանալու, իսկ Մարիամը դուրս եկավ պատշգամբամբ։ Ձյունը դանդաղ գալիս էր, մեծ փաթիլներով։ Գյուղում լռություն էր, միայն հեռվում լսվում էր շան հաճոցը։ Մարիամը կանգնած էր ու մտածում էր, որ հիմա ինքը տուն ունի։ Իսկական տուն։ Ոչ խցիկ, ոչ վարձով սենյակ, ոչ էլ ուրիշի տան մի անկյուն։ Իր սեփականը։ Եվ այդ միտքը միաժամանակ եւ ուրախացնում էր եւ վախեցնում։ Երեկոյան եկավ Նորիկը, կաթ էր բերել, թողեց շեմին։ Վերան ինչպես է, պարկած է, հոգնել է։ Նա գլխով արեց։ Եթե բան պետք լինի կանչիր, ես կողքիդ եմ։ Շնորհակալություն։ Նա մի պահ կանգնեց, հետո ավելացրեց. Մարիամ, ուզում եի ասել, դու այստեղ օտար չես, հասկանում ես, դու մերն ես, կապ չունի ինչ է եղել առաջ։ Մարիամը նայեց նրան։ Որտեղից գիտեք ինչ է եղել առաջ։ Նորիկը ուսերը թափ տվեց։ Տեղամասային ներ ասել, բայց ինձ մեկ է, ես դատում եմ նրանով, ինչ տեսնում եմ հիմա, իսկ տեսնում եմ մարդու, ով օգնում է, աշխատում է, չի բողոքում, դա հերիք է։ Մարիամը չգիտեր ինչ պատասխանել, Նորիկը գլխով արեց ու գնաց։ Նոր տարուց առաջ եկան Գայանեն ու Լուսինեն։ Նրանք նվերներ էին բերել, ուտելիք, տոնածառ։ Վերան ուրախացավ, նույնիսկ վեր կացավ մահճակալից նրանց դիմավորելու համար։ Երեկոյան, երբ Լուսինեն արդեն քնած էր, Վերան խոսեց Գայանեի հետ։ Մարիամը նստած էր սեղանի մոտ, ձևացնում էր, թե չի լսում, բայց լսում էր ամեն մի բառը։ Գայանե, ուզում եմ իմանաս, ես տունը Մարիամին եմ թողել։ Գայանեն քարացավ, հետո գլխով արեց։ Հասկանում եմ, Վերատոտա, դուք դեմ չեք։ Ոչ, տունն ինձ պետք չէ։ Ես քաղաքում եմ ապրում, այնտեղ ամեն ինչ ունեմ։ Իսկ Մարիամին պետք է։ Տեսնում եմ ոնց է ձեզ օգնում, նա արժանի է։ Վերան թեթևացած շունչ քաշեց։ Շնորհակալ եմ Գայանե ջան, խելացի աղջիկ ես։ Գայանեն մոտեցավ Մարիամին, ձեռքը դրեց նրա ուսին։ Ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Վերատոտայի համար ձեզ հետ լավ է, տունն էլ հուսալի ձեռքերում կլինի։ Մարիամը գլխով արեց, չիմանալով ինչ ասել։ Նոր տարին դիմավորեցին հանդարտ, երեքով։ Լուսինեն արթնացավ կեսգիշերին, եւ նրանք նստած էին սեղանի շուրջ, աղցան էին ուտում ու թեյ խմում։ Վերան ուրախ էր, պատմում էր իր ջահելության պատմությունները։ Գայանեն ծիծաղում էր, Լուսինեն լսում էր լայն բացված աչքերով։ Մարիամը նստած էր նրանց կողքին եւ առաջին անգամ երկար տարիների ընթացքում զգում էր, որ ինքը ինչ-որ մի ամբողջության մասնիկ է։ Նոր տարուց հետո Գայանեն գնաց եւ կյանքը վերադարձավ իր սովորական հունին։ Ցրտերն ուժեղացան, ձյունն ավելացավ։ Մարիամը մաքրում էր ճանապարհները, վառում վառարանը, կերակուր պատրաստում։ Վերան օր-օրի թուլանում էր, բայց չէր բողոքում։ Հունվարի վերջին պատահեցային ինչից բոլորը վախենում էին։ Մարիամն առավոտյան արթնացավ, գնաց Վերայի սենյակ եւ հասկացավ, որ նա այլևս չի շնչում։ Տանտիրուհին պառկած էր մահճակալին, հանգիստ, կարծես քնած լիներ, բայց արդեն սառն էր։ Մարիամը կանգնած նայում էր նրան, հետո դանդաղ նստեց աթոռին, դեմքը ծածկեց ձեռքերով։ Արցունքներ չկային, պարզապես դադարքություն։ Նա զանգեց Գայանեին, տեղամասային տեսուչին, կանչեց Նորիկին։ Մարդիկ եկան, տարան մարմինը։ Մարիամը քայլում էր տան մեջ, ամեն ինչ մեխանիկորեն էր անում, չհասկանալով, թե հատկապես ինչ։ Հուղարկավորությունը 3 օրից էր։ Եկել էր ամբողջ գյուղը, մոտ 30 հոգի։ Վերան այստեղ բոլորի համար հարազատ էր։ Նրան ճանաչում էին, հարգում։ Մարիամը կանգնած էր գերեզմանի մոտ ու լսում էր քահանայի աղոթքը։ Կողքին կանգնած էին Գայանեն, Լուսինեի հետ, Նորիկը, Թամարը, մյուս հարևանները։ Հուղարկավորությունից հետո մարդիկ ցրվեցին։ Գայանեն մնաց մի քանի օր, օգնեց Մարիամին դասավորել իրերը, ձևակերպել թղթերը։ Հետո հրաժեշտ տվեց Մարիամին ու գնաց։ Եթե մի բան պետք լինի, զանգիր, կամ հյուրարի քաղաք, եթե ցանկանաս։ Մարիամը գլխով արեց։ Տունը դատարկվեց։ Մարիամը շրջում էր սենյակներով, դիպչում Վերայի իրերին, չիմանալով ինչ անել դրանց հետ։ Նա իրեն օտար էր զգում այս տանը, թեև այն այժմ իրենն էր։ Անցավ մի շաբաթ։ Մարիամը շարունակում էր ապրել, անել սովորական գործերը, վառել վառարանը, կերակրել հավերին, գնալ խանութ։
բայց ներսում մի դատարկություն էր, որը ոչ ինչով հնարավոր չէր լրացնել։ Մի երեկո եկավ։ Ոնց ես։ Նորմալ։ Նորիկը մտավ տուն, նստեց սեղանի մոտ։ Մարիամ, հասկանում եմ քեզ համար դժվար է։ Վերան քեզ մոր պես էր, բայց կյանքը շարունակվում է։ Չես կարող այստեղ մենակ նստել ու տխրել։ Ես չեմ տխրում։ Տխրում ես, տեսնում եմ։ Նա լռեց, հետո ասաց. Լսիր, ինձ օգնություն է պետք։ Ուզում եմ գոմը վերակառուցել, արհեստանոց սարքել։ Մենակ չեմ հասցնի։ Կօգնես։ Մարիամը նայեց նրան։ Ինչներիդ է պետք արհեստանոցը։ Ուզում եմ կահույք սարքել ինձ համար, հարևանների համար։ Ձեռքերս դեռ աշխատում են, գլուխս էլ, պետք է մի բանով զբաղվել։ Ես հյուսն չեմ, ես էլ հյուսն չեմ, բայց միասին կսովորենք։ Մարիամը լռեց, հետո գլխով արեց, լավ։ Նրանք սկսեցին աշխատել փետրվարին։ Նորիկը համբերատար ուսուցիչ դուրս եկավ։ Նա ցույց էր տալիս, բացատրում, թողնում էր, որ Մարիամն ինքնանի։ Նա սովորում էր սղոցել, տաշել, մեխել։ Ձեռքերը ցավում էին, բայց դա լավ էր։ Նրանք աշխատում էին գրեթե ամեն օր։ Նորիկը պատմում էր իր կյանքից, ոնց է ծառայել բանակում, ոնց է ամուսնացել, ոնց է ծնվել աղջիկը, ով հետո գնացել է այլ քաղաք ու գրեթե չի այցելում։ Պատմում էր կնոջ մասին, ով մահացել էր քաղցկեղից, եւ այն մասին, թե ոնց է ինքը մենակ մնացել։ Սկզբում մտածում էի չեմ դիմանա, ասում էր նա։ Թվում էր ապրելն իմաստ չունի։ Բայց հետո հասկացա, պետք է ապրել, որովհետև նա կուզեր, որ ես ապրեի։ Ու ես ապրում եմ։ Մարիամը լսում էր ու հասկանում, որ Նորիկը այդ ամենն ուղղակի չի ասում։ Նա ասում էր դա հենց իր, Մարիամի համար։ Մի անգամ, երբ ընդմիջմանը նստած թե էին խմում, Նորիկը հարցրեց. Մարիամ, դու երբեք քո մասին չես պատմում, ինչու։ Մարիամը լռեց։ Պատմելու բան չկա։ Չեմ հավատում։ Նա նայեց Նորիկին։ Ուզում եք ճշմարտությունն իմանալ։ Ես 4 տարի նստել եմ մարդ սպանելու համար։ Նորիկը չցնցվեց։ Գիտեմ։ Որտեղից։ Տեղամասայինն էր ասել։ Բայց ինձ մեկ է։ Ինչու։ Նա ուսերը թափ տվեց։ Որովհետև ես չգիտեմ ինչ է եղել այն ժամանակ։ Միգուցե մեղավոր ես, միգուցե ոչ։ Բայց ես գիտեմ, թե ինչպիսին ես դու հիմա։ Ու դա ինձ հերիք է։ Մարիամը շրջվեց։ Ես չէի ուզում նրան սպանել։ Նա հարձակվեց ինձ վրա։ Ես պաշտպանվում էի, բայց դատարանն այլ կերպ որոշեց։ Դատարանը դատարան է, իսկ կյանքը կյանք։ Դու քո պատիժը կրել ես, վճարել ես, հիմա ազատ ես։ Մարիամը գլուխը օրորեց։ Ես ազատ չեմ։ Ես երբեք ազատ չեմ լինի։ Դա միշտ ինձ հետ է լինելու։ Նորիկը կրացավ, նայեց նրա աչքերին։ Կլինի, բայց դա չի նշանակում, որ դու չես կարող ապրել առաջ։ Ապրել իսկական կյանքով։ Մարիամը լռում էր։ Նորիկը վեր կացավ, մտածիր այդ մասին։ Գարունը եկավ մարտին։ Ձյուն սկսեց հալվել։ Տանիքներից կաթիլների ձայն էր գալիս։ Մարիամը դուրս եկավ այգի, սկսեց հողը պատրաստել ցանքսի համար։ Աշխատում էր մենակ, բայց դա այլևս չէր վախեցնում։ Նա գիտեր, որ գլուխ կհանի։ Մի առավոտ դարպասին մի մեքենա մոտեցավ։ Դուրս եկավ մի կին, մոտ 40 տարեկան, խիստ կոստյումով ու թղթապանակը ձեռքին։ Մարիամ Սարգսյան, այո։ Ես մարզպետարանից եմ, ձեր տան հարցով։ Պետք է ձևակերպել սեփականության փաստաթղթերը։ Նրանք մտան տուն։ Կինը հանեց թղթերը, բացատրեց, թե որտեղ է պետք ստորագրել։ Մարիամը ստորագրեց, ստացավ փաստաթղթերի պատճենները։ Շնորհավորում եմ, ասաց կինը։ Հիմա տունը պաշտոնապես ձերն է։ Երբ նա գնաց, Մարիամը երկար նստեց սեղանի մոտ, թղթերը ձեռքին։ Տունն իրենն էր, իսկապես իրենը։ Դա տարօրինակ էր ու միաժամանակ ճիշտ։ Երեկոյան եկավ Նորիկը։ Ձևակերպեցիր։ Այո։ Դե հիմա արդեն տեղացի ես։ Մարիամը քմծի ծաղտվեց։ Տեղացի։ Բա ինչ։ Տուն ունես, գրանցում ունես, էլ ինչ է պետք։ Նա լռեց, հետո ասաց. Նորիկ, շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար։ Նա ձեռքը թափ տվեց։ Չարժե։ Դու ամեն ինչ ինքդ ես արել, ես պարզապես կողքիդ էի։ Նա գնաց, իսկ Մարիամը դուրս եկավ պաչկամբ։ Մթնշաղ էր, երկինքը վարդագույն էր ներկվում։ Փողոցով մի կին էր անցնում, դույլերով։ Ինչ որտեղ երեխաներ էին ծիծաղում։ Գյուղն ապրում էր իր սովորական կյանքով, եւ Մարիամն այդ կյանքի մի մասնիկն էր։ Նա հիշեց Անիին, իր խցակցին։ Հետաքրքիր է, որտեղ է նա հիմա։ Ազատվել է արդյոք, գտել է իր տեղը։ Մարիամը հուսով էր, որ այո։ Նա հիշեց իր առաջին օրն այստեղ, երբ իջավ ավտոբուսից ու կանգնած էր ճանապարհին, չիմանալով ինչ կլինի հետո։ Անցել էր ընդամենը 8 ամիս, բայց թվում էր, թե մի ամբողջ կյանք է անցել։ Մարիամը խորը շունչ քաշեց։
Օդից հալվողցյան ու հողի հոտ էր գալիս։ Գարուն է, նորից սկսելու ժամանակը։ Նա վերադարձավ տուն, վառեց լամպը, սկսեց ընթրիք պատրաստել։ Վաղը նոր օր կլինի։ Եվ ևս մեկը, եւ էլի։ Ու նա կապրի դրանք հանդարտ, խաղաղ, իսկական։ Գարունը բացվում էր դանդաղ, բայց վստահ։ Մարիամը փորեց հողը, տնկեց կարտոֆիլը, սոխը, գազարը։ Աշխատում էր լուսաբացից մինչև մայրամուտ, եւ դա խաղաղություն էր բերում։ Հողը պինդ էր, ջանք էր պահանջում, բայց Մարիամը չէր բողոքում։ Ամեն մարգը, ամեն տնկված թուփը, այդ ամենն իրենն էր, իր տունը, իր հողը, իր կյանքը։ Հարևաններն աստիճանաբար սովորեցին նրան, որ Մարիամն այժմ տանտիրուհին է։ Թամարն ավելի հաճախ էր մտնում, սացիլներ էր բերում, խորհուրդներ տալիս։ Նորիկը օգնում էր ծանր գործերում, նորոգեց տանիքը, ամրացրեց ցանկապատը։ Նա գալիս էր գրեթե ամեն օր, եւ Մարիամն արդեն չէր զարմանում դրանից։ Մի երեկո, երբ նստած էին պատշգամբում աշխատանքից հետո հանգստանալիս, Նորիկն ասաց. «Գիտես, Մարիամ, քեզ հետ ինձ հեշտ է»։ Նա նայեց Նորիկին։ «Ինչ իմաստով»։ «Պարզ իմաստով, շատ խոսքեր պետք չեն։ Դու հասկանում ես առանց բացատրությունների։ Դա հազվագյուտ բան է»։ Մարիամը վռեց։ Նորիկը շարունակեց. «Ես ինձ մենակ եմ զգում։ Անկեղծ ասեմ, կնոջս մահից հետո մտածում էի, որ այդպես էլ մենակ կապրեմ։ Բայց հիմա ուրիշ կերպ եմ մտածում»։ Մարիամը զգաց, թե ինչպես ներսում մի բան կծկվեց։ «Նորիկ, սպասեք։ Թող ասեմ։ Ես քեզնից ոչինչ չեմ խնդրում։ Պարզապես ուզում եմ իմանաս դու ինձ համար միևնույն չես։ Ու եթե երբևէ ուզենաս մենակ չլինել, ես կողքիդ եմ»։ Նա վեր կացավ ու գնաց, չսպասելով պատասխանի։ Մարիամը մնաց նստած պատշգամբում, նայելով մթությանը։ Նա չգիտեր ինչ էր զգում։ Վախ, հույս, թե պարզապես շփոթմունք։ Անցավ մի քանի օր։ Մարիամը խուսափում էր Նորիկից, չիմանալով ինչպես իրեն պահել։ Բայց նա էլ չէր գալիս, կարծես հասկանալով, որ նրան ժամանակ է պետք։ Ապրիլի սկզբին նորից եկավ Գայանեն, Լուսինեի հետ։ Նրանք սերմեր բերեցին, տնկիներ, օգնեցին Մարիամին։ Լուսինեն վազվզում էր այգում, ուրախանում էր տաք եղանակով ու արևով։ Մարիամը նայում էր նրան ու մտածում, թե ինչպիսին կարող էր լինել իր կյանքը, եթե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր։ Երեկոյան, երբ Լուսինեն արդեն քնած էր, Գայանեն հարցրեց. «Մարիամ, ո՞նց ես։ Գլուխանում ես»։ «Հա, ամեն ինչ նորմալ է»։ «Չես ցանցրանում»։ «Ոչ, գործը շատ է»։ Գայանեն գլխով արեց, հետո ավելացրեց. «Գիտես, ուրախ եմ, որ տունը քեզ մնաց։ Վերատոտան ճիշտ էր։ Դու սիրում ես այս տունը»։ «Ես տեսնում եմ»։ Մարիամը գլխով արեց. «Այո, սիրում եմ»։ Գայանեն լռեց, հետո ասաց. «Իսկ մեկ էլ տեսնում եմ, որ Նորիկը հաճախ է այստեղ լինում»։ Մարիամը լարվեց։ «Նա օգնում է տնտեսության հարցում»։ «Միայն տնտեսության, հա»։ Մարիամը լռեց։ Գայանեն ժպտաց. «Մարիամ, ես չեմ խառնվում»։ Պարզապես մի վախեցիր, դու արժանի ես երջանիկ լինելու։ Ես չգիտեմ ինչ է երջանկությունը, կամաց ասաց Մարիամը։ Ուրեմն հենց ժամանակն է իմանալու։ Երբ Գայանեն գնաց, Մարիամը նորից մենակ մնաց, բայց հիմա մենակությունն ուրիշ կերպ էր զգացվում, ոչ թե որպես պատիժ, այլ որպես ընտրություն։ Նա կարող էր կանչել Նորիկին, կարող էր ինքը գնալ նրա մոտ, բայց վախենում էր հիասթափեցնելուց, վախենում էր, որ նա կճանաչի իրական Մարիամին, նրան, ով գիշերները սառը քրտինքի մեջ է արթնանում, նրան, ով մինչև հիմա հիշում է կողպեքների ձայնն ու խցի հոտը, նրան, ով մարդ է սպանել, թեկուզ պաշտպանվելով։ Անցավ մի շաբաթ, հետո եւս մեկը։ Մարիամն աշխատում էր, գնում էր խանութ, խոսում հարևանների հետ, հեռվից տեսնում էր Նորիկին։ Նա գլխով էր անում, Մարիամը պատասխանում էր նույն կերպ, բայց ոչ նա, ոչ էլ Մարիամը քայլ չէին անում ընդառաջ։ Մի երեկո, երբ Մարիամը ջրում էր մարգերը, դարպասին մոտեցավ Թամարը։ «Մարիամ, կարելի է»։ «Համեցեք»։ Թամարը մտավ բակ, նստեց նստարանին։ Ուզում էի Նորիկից խոսել։ Մարիամը քարացավ։ Ինչ է եղել նրան։ Լավ մարդ է նա, ազնիվ, կնոջ մահից հետո ոչ մեկին մոտ չէր թողնում, իսկ հիմա երևում է, որ դու նրա համար միևնույն չես։ Մարիամն իջեցրեց ցնցուղը։ «Թամար, ես չգիտեմ»։ «Գիտես, պարզապես վախենում ես։ Հասկանում եմ, քեզ համար դժվար է եղել, բայց Նորիկ այն մարդկանցից չէ, ովքեր դատում են, նա նրանցից է, ովքեր հասկանում են»։ Մարիամը նստեց կողքին։ «Իսկ եթե ես չկարողանամ, եթե չստացվի»։ Թամարը ուսերը թափ տվեց։ «Իսկ եթե ստացվի»։
Չես իմանա, մինչև չփորձես։ Նա վեր կացավ, թփթփացրեց Մարիամի ուսին։ Մտածիր, բայց շատ չերկարացնես։ Կյանքը կարճ է։ Հաջորդ օրը Մարիամը գնաց Նորիկի մոտ, թաքեց դարպասը։ Նա դուրս եկավ զարմացած։ Մարիամ, կարելի է ներս գալ։ Իհարկե։ Նրանք մտան տուն։ Նորիկը թեյնիկը դրեց, բաժակները հանեց։ Մարիամը նստած էր սեղանի մոտ, ձեռքերը սեղմած։ Նորիկ, ես մտածում էի քո ասածների մասին։ Նա շրջվեց դեպի Մարիամը։ Ու ես չգիտեմ պատրաստ եմ արդյոք։ Չգիտեմ կկարողանամ, բայց ուզում եմ փորձել։ Նորիկը դանդաղ գլխով արեց։ Դա այն ամենն է, ինչ պետք է։ Փորձել։ Նա նստեց դիմացը, վերցրեց Մարիամի ձեռքը։ Մարիամ, ես քեզնից անհնարին ոչինչ չեմ սպասում։ Պարզապես կողքիս եղիր։ Դա բավական է։ Նա նայեց Նորիկին։ Իսկ եթե դու ինձ ճանաչես իրականում ու հիասթափվես, ես արդեն քեզ ճանաչում եմ։ Նրան, ով ժամը 5-ին վեր է կենում ու աշխատում մինչև երեկո։ Նրան, ով օգնեց Թամարին, երբ նա վատ էր։ Նրան, ով խնամեց Սվելային մինչև վերջին օրը։ Դա ինձ հերիք է։ Մարիամը զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին։ Նա չէր լացել 4 տարի, բայց հիմա չկարողացավ զսպել իրեն։ Նորիկը գրկեց նրան, ու Մարիամը լաց էր լինում, գլուխը դրած նրա ուսին։ Լաց էր լինում անցյալի համար, կորցրած տարիների համար, վերայի համար, իր համար։ Լաց էր լինում թեվևությունից, վախից, հույսից։ Երբ արցունքները վերջացան, նա բարձրացրեց գլուխը։ Կներես, ներողություն խնդրելու բան չկա։ Նրանք լուր նստած թեյ էին խմում։ Հետո Մարիամը վեր կացավ։ Ես պետք է գնամ։ Էլի արի, երբ ուզես։ Նա գլխով արեց ու գնաց։ Անցավ մայիսը, հետո հունիսը։ Մարիամն ու Նորիկը տեսնում էին գրեթե ամեն օր։ Երբեմն միասին էին աշխատում, երբեմն պարզապես նստում ու խոսում էին։ Նա պատմում էր իր կյանքից, Մարիամը իր։ Կամաց-կամաց նրանք ճանաչում էին իրար։ Մի օր Նորիկը հարցրեց. «Զղջում ես պատահածի համար»։ Մարիամը մտածեց. «Զղջում եմ, որ այդպես ստացվեց, բայց չեմ զղջում, որ պաշտպանվել եմ։ Եթե ես նրան չհարված էի, նա ինձ կսպաներ։ Գիտեմ, ուրեմն ճիշտ ես արել»։ Դատարանն այդպես չէր կարծում։ Դատարանը միշտ չէ, որ ճիշտ է։ Մարիամը գլխով արեց։ Նորիկը շարունակեց. «Գիտես ինչ եմ մտածում։ Անցյալը այն սպիի պես մնում է ընդմիշտ, բայց ժամանակի հետ դադարում է ցավել։ Դու պարզապես ապրում ես դրա հետ, ու դա նորմալ է»։ Մարիամը նայեց նրան։ «Դու իմաստուն ես»։ «Չէ, պարզապես ծեր եմ»։ Նրանք ծիծաղեցին։ Հուլիսին եկան Գայանենն ու Լուսինեն։ Նրանք մնացին 2 շաբաթ։ Լուսինեն մեծացել էր, ավելի շատախոս էր դարձել։ Նա կապվել էր Մարիամի հետ, անդադար հետևում էր նրան, օգնում այգում։ Մի երեկո Լուսինեն հարցրեց. «Մարիամ, իսկ դուք Նորիկ քերու հետ ընկերություն եք անում»։ Մարիամը ժպտաց. «Այո, ընկերություն ենք անում»։ «Իսկ միգուցե ամուսնանաք»։ «Լուսինե», բացականչեց Գայանենը։ Մի խառնվիր քո գործը չեղած բաներին։ Ինչու՞, ուղակի հարցրի։ Մարիամը ծիծաղեց։ Չգիտեմ, Լուսինե ջան։ Միգուցե։ Լուսինեն գոհունակությամբ գլխով արեց։ Ես կուզեի, որ դուք ամուսնանայիք։ Այն ժամանակ դուք մեծ տուն կունենայիք ու մեծ այգի, ու ես ամեն ամառ կգայի ձեզ մոտ։ Մարիամը ջերմություն զգաց կրծքում։ Արի, միշտ էլ ուրախ կլինեմ։ Հուլիսի վերջին պատահեց այն, ինչին Մարիամը չէր սպասում։ Նրան այցելեց դեղամասային տեսուչը, նրա հետ էր մի կին, անծանոթ, մոտ 30 տարեկան, հոգնած դեմքով։ Մարիամ Սարգսյան, ասաց տեսուչը, սա Աննան է, նա վերջերս է ազատվել, տեղ է փնտրում ապրելու, մինչև կարողանա ոտքի կանգնել։ Մտածեցի գուցե վերցնեք ձեզ մոտ, գոնե ժամանակավոր։ Մարիամը նայեց կնոջը, նա կանգնած էր գլուխը կախ, ձեռքերում պինդ սեղմած պայուսակը։ Որտեղից եք, հարցրեց Մարիամը։ 8-րդ գաղութից, ցածր ձայնով պատասխանեց Աննան։ Մարիամը քարացավ։ 8-րդ գաղութ, հենց այնտեղ էր նա անցկացրել իր տարիները։ Իսկ ինչի համար եք նստել։ Գողության համար, 3 տարի։ Մարիամը լռեց, հետո գլխով արեց։ Ներս համեցեք։ Տեսուչը թեթևացած շունչ քաշեց։ Շնորհակալություն, Մարիամ Սարգսյան, գիտեի, որ չեք մերժի։ Երբ նա գնաց, Մարիամն Աննային տարավ տուն, ցույց տվեց այն սենյակը, որտեղ ժամանակին ինքն էր ապրում։ Այստեղ կքնեք, գործը շատ է, կհասցնեք, կհասցնեմ։ Մարիամը գլխով արեց։ Ուրեմն մնացեք, բայց իմացեք, այստեղ խղճահարություն չկա, միայն աշխատանք ու ազնվություն։ Հասկանում եմ։ Աննան լուռ ու աշխատասեր դուրս եկավ։ Նա շուտ էր արթնանում, անում էր այն ամենը, ինչ ասում էր Մարիամը, չէր բողոքում։ Երեկոները նրանք նստում էին պատշգամբում, թեյ էին խմում, երբեմն խոսում էին, երբեմն էլ լռում։
Մի անգամ Աննան հարցրեց. «Մարիամ, դուք էլ եք այնտեղից»։ «Այո, ես այդպես էլ մտածում էի, աչքերից երևում է»։ Մարիամը գլխով արեց։ «Ինչքան եք նստել»։ 4 տարի։ Շատ է, լինում է եւ ավելի շատ։ Նրանք լռեցին, հետո Աննան ասաց. «Վախենում եմ, չգիտեմ հետո ինչ կլինի, ոնց ապրեմ, ուր գնամ»։ Մարիամը նայեց նրան։ «Մի օր, հետո եւս մեկը, մի մտածիր ապագայի մասին, պարզապես ապրի այսօրվա օրով, հենց հիմա»։ Այդպես ավելի հեշտ է։ Աննան գլխով արեց. «Շնորհակալություն»։ Անցավ 1 ամիս։ Աննան ընտելացավ, ավելի վստահ դարձավ։ Մարիամը նրա մեջ տեսնում էր իրեն, այն կնոջը, ով 1 տարի առաջ եկել էր այստեղ, մոլորված ու վախեցած։ Ու հասկանում էր, որ օգնելով Աննային, նա օգնում է իր նախկին եսին։ Նորիկը ավելի հազվադեպ էր գալիս, հասկանալով, որ Մարիամն այժմ ուրիշ հոգսեր ունի։ Բայց մի երեկո նա այնուամենայնիվ եկավ ու խնդրեց Մարիամին դուրս գալ խոսելու։ Նրանք գնացին դեպի նրա տունը, նստեցին դարպասի մոտի նստարանին։ «Մարիամ, ուզում էի հասցնել, ինչու այդ կնոջը վերցրիր քեզ մոտ»։ Մարիամը ուսերը թափ տվեց։ «Որովհետև ժամանակին ինչ-որ մեկը վերցրեց ինձ։ Վերան ինձ հնարավորություն տվեց։ Հիմա իմ հերթն է հնարավորություն տալ ուրիշներին»։ Նորիկը գլխով արեց։ «Դու լավ մարդ ես»։ «Ոչ, ուղղակի հիշում եմ ինչ է նշանակում լինել ոչնեկին պետք չեկող»։ Նա վերցրեց Մարիամի ձեռքը։ «Դու պետք ես, ինձ պետք ես»։ Մարիամը նայեց նրան։ «Նորիկ, ես չեմ կարող խոստանալ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Չեմ կարող խոստանալ, որ քեզ չեմ հիասթափեցնի։ Ես ոչինչ չեմ խնդրում, պարզապես կողքիս եղիր»։ Նա գլխով արեց. «Լավ, կլինեմ»։ Նա համբուրեց Մարիամի ձեռքը, եւ Մարիամն առաջին անգամ երկար տարիների ընթացքում զգաց, որ ինքն արժանի է դրան։ Աշունն աննկատ եկավ։ Աննան օգնում էր հավաքել բերքը եւ ձմռան համար բանջարեղեն պատրաստել։ Նա տան մի մասնիկը դարձավ, եւ Մարիամն ուրախ էր դրա համար։ Մի երեկո նրանց այցելեց Թամարը։ «Մարիամ, լսել եմ էլի մեկին ես վերցրել։ Չես վախենում»։ «Ինչից վախենամ»։ «Դե ինչ իմանաս, մարդիկ տարբեր են լինում»։ Մարիամը ժպտաց։ «Թամար, դուք էլ ժամանակին ինձնից էիք վախենում։ Իսկ հիմա»։ Թամարը շփոթվեց։ «Դե հիմա չէ։ Այդպես էլ Աննայի հետ կլինի»։ Թամարը գլխով արեց։ «Դու ճիշտ մարդ ես։ Վերան ուրախ կլիներ»։ Օկտեմբերին Նորիկը Մարիամին իր մոտ կանչեց։ Նա եկավ երեկոյան։ Նա դիմավորեց Մարիամին դարպասի մոտ։ «Ներս համեցիր»։ Նրանք մտան տուն։ Սեղանին մոմեր էին դրված, համեղ կերակուրներ։ Մարիամը զարմացավ։ «Այս ինչ է»։ «Ընթրիք մեզ երկուսիս համար»։ Նրանք նստեցին, սկսեցին ուտել։ Նորիկը հանգիստ էր, բայց Մարիամը տեսնում էր, որ նա հուզված է։ «Մարիամ», ասաց նա վերջապես, «ուզում եմ, որ տեղափոխվես ինձ մոտ։ Պարտադիր չէ որպես կին, պարզապես որպեսի միասին լինենք»։ Մարիամը քարացավ։ «Հիմա մի պատասխանիր, պարզապես մտածիր»։ Նա գլխով արեց։ Մարիամը մտածեց մի շաբաթ։ Աննան նկատեց, որ նա մտախոհ է դարձել, բայց չէր հարցնում։ Մի երեկո Մարիամն ասաց. «Աննա, ես գուցե տեղափոխվեմ Նորիկի մոտ, բայց տունը կմնա քեզ, այստեղ կապրես, տնտեսությունը կվարես, կհասցնես»։ Աննան նայեց նրան լայն բացված աչքերով։ «Դուք լուրջ եք ասում»։ «Լուրջ եմ ասում։ Տունը մեծ է, ինձ մենակ պետք չէ, իսկ քեզ ապրելու տեղ է պետք, այնպես որ կհասցնես»։ «Կհասցնեմ», հաստատակամ ասաց Աննան։ «Խոստանում եմ»։ Մարիամը գլխով արեց։ «Դե շատ լավ»։ Նոյեմբերի սկզբին Մարիամը տեղափոխվեց Նիկոլի մոտ։ Նա իր հետ վերցրեց միայն ամենաանհրաժեշտը՝ հագուստ, մի քանի գիրք, Վերա մայրիկի լուսանկարը։ Տունը թողեց Աննային։ Նորիկը դիմավորեց նրան շեմին. «Բարի գալուստ տուն»։ «Տուն», կրկնեց Մարիամը։ Նրանք մտան ներս։ Տաք էր, հարմարավետ։ Նորիկը ցույց տվեց սենյակը, որտեղ նա կարող էր պահել իր իրերը, պատմեց, թե ինչպես է դասավորված կենցաղը։ Մարիամը լսում էր ու մտածում այն մասին, որ նորից սկսում է ամեն ինչ սկզբից, բայց հիմա դա ուրիշ էր։ Հիմա նա մենակ չէ։ Ձմեռը եկավ հանգիստ։ Մարիամն ու Նորիկը ապրում էին միասին, ընտելանալով իրար։ Նա համբերատար էր, չէր շտապեցնում, ժամանակ էր տալիս Մարիամին։ Մարիամը սովորում էր վստահել, բացվել, լինել ինչ-որ մեկի հետ իսկապես։ Երբեմն նրանց այցելում էր Աննան, պատմում էր տան գործերից, խորհուրդ հարցնում։ Մարիամն օգնում էր, խորհուրդներ տալիս, բայց չէր միջամտում։ Աննան պետք է սովորեր ինքնուրույն ապրել։
Նոր տարվա նախաշեմին եկան Գայանեն ու Լուսինեն։ Նրանք մնացին Աննայի տանը, բայց ամեն օր գալիս էին Մարիամի ու Նորիկի մոտ։ Լուսինեն երջանիկ էր։ Ես գիտեի, դուք ամուսնացել եք։ Այդքան էլ ամուսնացած չենք, ժպտաց Մարիամը։ Պարզապես միասին ենք ապրում։ Դե դա գրեթե նույն բանն է, լրջորեն ասաց Լուսինեն։ Նոր տարին դիմավորեցին բոլորով միասին։ Մարիամը, Նորիկը, Գայանեն, Լուսինեն, Աննան, Քամարը եւ էլի մի քանի հարևաններ։ Աղմկոտ էր, զվարթ ու ջերմ։ Մարիամը նստած էր սեղանի շուրջ ու նայում էր շրջապատի մարդկանց։ Իր մարդիկ, իր ընտանիքը։ Ոչ թե արյունակցական, այլ ընտրությամբ։ Նա հիշեց իրեն 1 տարի առաջ, մենակ, մոլորված, չիմանալով ինչ կլինի հետո, եւ հիշեց Անիի խոսքերը։ Մի օր, հետո եւս մեկը։ Նա ապրեց այդ օրերը, շատ օրեր, եւ դրանցից յուրաքանչյուրը բերեց նրան այստեղ, այս սեղանի մոտ, այս մարդկանց մոտ, այս կյանքին։ Գիշերը, երբ բոլորը ցրվեցին, Մարիամն ու Նորիկը նստած էին պատուհանի մոտ, նայելով աստղերին։ Ինչի մասին ես մտածում, հարցրեց նա։ Այն մասին, որ ես երջանիկ եմ, նա գրկեց Մարիամին։ Ես նույնպես։ Նրանք լուր նստած էին, եւ Մարիամը մտածում էր, որ ճանապարհը երկար էր ու դժվար, որ կար շատ ցավ, վախ, կորուստներ։ Բայց կար նաեւ այս պահը, հանդարտ, խաղաղ, իսկական։ Նա չգիտեր ինչ կլինի հետո, չգիտեր որքան ժամանակ է իրեն տրված, ինչ փորձություններ են սպասվում առջևում, բայց գիտեր մի բան. նա այլևս մենակ չէ։ Նա ունի տուն, ունի մարդիկ, ում ինքը պետք է, ունի կյանք, որն ինքն է ընտրել։ Եվ դա բավական էր։ Գարունը նորից եկավ գյուղ։ Մարիամը կանգնած էր պատուհանի մոտ, նայելով հալվող ձյանը, առաջին արվակներին, երկնքին, որն ավելի բարձր ու պայծառ էր դառնում։ Այնտեղ, այս դաշտերից այն կողմ, այս ճանապարհներից այն կողմ, կար մի ուրիշ կյանք, այն ինչ մնացել էր հետևում, խցեր, ջաղավանդակներ, կողպեքների ձայն։ Այդ ամենը եղել է, եւ այդ ամենը կմնա նրա հետ ընդմիշտ։ Բայց այստեղ, այս տանը, այս գյուղում նա ուներ մի ուրիշ կյանք, իսկական, այնպիսին հանուն, որի արժեր անցնել այդ ամենի միջով։ Նորիկը մոտեցավ թիկունքից ու գրկեց նրան։ Գնանք, այգու գործնը սպասում է։ Մարիամը գլխով արեց։ Գնանք։ Նրանք դուրս եկան պատշագամբ։ Օդը թարմ էր, հողի ու գարնան հոտ էր գալիս։ Մարիամը խորը շունչ քաշեց ու ժպտաց։ Կյանքը շարունակվում էր։ Մի օր, եւս մեկ օր, եւ այդպես շարունակ։ Քանի դեռ կա ուժ, քանի դեռ կա հույս, քանի դեռ կա սեր։ Եվ դա բավական էր ապրելու համար։